Ժողովուրդ ջան, հիմա մի հատ բան եմ ասում, դե ես գիտեք, լսել եմ, տեսել եմ, ուղղակի պետք է ասեմ, ուրեմն այսօր այդ մասին իշխանությունը չի խոսում և ճիշտ է անում, բայց որ ընդդիմությունը չի խոսում, հələ դեռ չի խոսում, բայց ես գիտեմ կխոսա, իրանք էլ սխալ կանեն, որ խոսան, ուրեմն մեր եռագլխին Հայաստանի միացել է քառագլուխը, հասկանում եք չէ խոսքը ինչի մասին է, քառագլուխն էլ է միացել ընտրություններին ի օգուտ եռագլխի, հասկացաք չէ ինչ ասեցի, հիմա նրա խոսքերը, որ են խոսքերն ասում է, բանի տեղ չդնեք, ոչ մեկ թող չվախենա, ոչ մի բանից թող չվախենա, արժեք չունեցող խոսքեր է, ուղղակի նա այդ խոսքերով նա բանանում, ժողովրդի լեզվով ասած, պատդերժ կայանում եռագլխին, ուրիշ ոչինչ, նրանք եթե ցանկանան Հայաստանից ազատվել, հապկի երկրներին կհավաքեն, կասեն Հայաստանը արդեն խախտումներ է անում, ու կորոշեն հապկ երկրներով Հայաստանին հեռացնել հապկից, բայց ոնց տեսնում ենք, ոչ ոք ոչ մի բան չի անում, ասում են Հայաստանը թող ռեֆերենդում անի, ժողովուրդը ինչ կասի, դա արդեն քարոզարշավ է, եռագլուխը դառնում է քառագլուխ, ոչինչ հայ ազգը թող դրան էլ դիմադրի, ժողովուրդ ջան, դիմադրեք, ձեր ցավը տանեմ, սա մի քայլ է մնացել, մի քայլ, հունիսի 8-ին պետք է ապացուցեք, որ դուք անկախ եք, անկախ պետություն եք, բոլորին, այդ որ այդքան պետությունները եկան Հայաստան, դրանից ավել պատդերժ կա հայ ազգին, Հայաստանի Հանրապետությանը, չլսված բան է, աշխարհում գոյություն չունեցող բան է, դրանից ավել պատդերժ կա ելովա ձեզ անելու, ելովա մեզ անելու, ժողովուրդ ջան, չկա նման բան, դրանից ավել պատդերժ կա, էլ գոյություն չունի, ցանկացած պահի այդ երկրները բոլորն էլ պատրաստ են մեզ օգնեն, ու հետո այդ հապկ երկրներից ու ասենք մենակ բանը չի, ցարի երկիրը չի, անդեք 4-5 հատ երկիր են, չէ, ինչի նրանք ոչ մի բան չեն խոսում, ոչ մեկը, բոլորն էլ ով ինչով ուզում է զբաղվում է, Ղազախստանը օրինակ 3 օր առաջ հրաժարվեց արդեն ռուսական էլեկտրոէներգիայից, ինչի համար, հապկ չի, թեկուզ մայիսի 9-ին ասեք Ջոմարտ Տոկաևն եկել էր, հապկա, իրան ձեռք չի տալի, չի ուզում և վերջ, հրաժարվեց, ով կարա նրան ստիպի, ոչ մեկը, այդ նույն ձև թող մեզ ոչ մեկ ոչ մի բան չստիպի, այո, Նիկոլ Փաշինյանը շատ ճիշտ քաղաքականություն է վարում, մեզ ինչ պետք է անում է, մեզ ինչ պետք չի անում մարդը, ճիշտ էր անում է, բա ամեն երկիր իր շահի համար, հիմա ինչա Ռուսաստանը ակտիվ չի ուզում, բանանի Եվրոպայի հետ, բան, այդ սանկցիաներն ասում վերացրեք, առաջվա նման իրար հետ աշխատենք, կարող է հապկի երկրներն ասում են, չէ, դու իրավունք չունես, Խմի այսօր Սլովակիայի հետ ակտիվ բանակցություններ է բանանում, նույնիսկ պատերազմի խաղաղության համար Սլովակիայի նորընտիր վարչապետն է այդ բանանում, Զելենսկուն, Պուտինին, որ հանդիպեն, բան, ինչը կարող է մեզ ինչ-որ մեկը հարցնում է Հայաստանին, ասի բա կարելի է մենք հապկենք, մենք այդպես բանան ենք կամ սենց, ոչ մի դեպքում, հիմա ես ինչի համար եմ այսքան բան ասում, ես ասում եմ նրա համար, որ մեր այս եռագլուխը հասկանան, որ մենք ցարին պետք չենք, ոչ ազգովի, ոչ մեր ամբողջ ժողովրդով, նրան պետք է մենք լինենք, մեր երկիրը լինի իրա, կարելի է ասեց, ինքը համարում է, որ մենք իրա տարածքն ենք և վերջ,
Ինքը ոնց հրամայի, հենց այնպես էլ իր տարածքում մենք ապրենք։ Հասկանում եք։ Նա տենց է համարում։ Մերս երրագլուխը թող հասկանա, որ իրանք նրան պետք չեն։ Ոչ մի դեպքում նրան ուրիշ բան է պետք։ Որ մենք սրուկի նման ծառայենք իրան, ինքը ոնց ասի, մենք նենց էլ անենք։ Պետք լինի այսօր սեփականացնի նույնիսկ այն ինչ որ չի հասցրել սեփականացնի։ Պետք լինի այդ Սյունիքի այդ տարածք, բարածք եւ ինչ որ չի հասցրել նորից էտել վերցնի տա Թուրքին կամ իր հայացողությամբ ում ուզում է տա։ Հասկանում եք։ Նրան էտա պետք, նրան մենք պետք չենք, ժողովուրդ պետք չենք, իսկ երբ որ մեր այդ երրագլուխը չի հասկանում, որ մենք այս երգիրը մեզ համար, մեր ժողովրդի, մեր ազգի համար ապրելու համար է, ոչ թե սրա նրան ծառայացնելու, այդ երրագլուխը թող հասկանա, որ չասեն, բա սենց այս մեկը մեր բարեկամն է, մեր բարեկամը մեզ տենց բան ոնց կար ասի, եթե ինձ հետ չեք, ուրեմն դավայ ռազվոդ, ոնց թե։ Բայց մենք երբ ենք ասել, որ մենք ձեր հետ չենք, կամ դուք մեզ թշնամին եք, մենք միշտ էլ ասում ենք, որ դուք մեր բարեկամ պետություն եք։ Բարեկամ ենք ասում, ես եմ տենց ասում, բայց հլա որ տակը քանդենք, չկա բարեկամություն։ Ուղղակի տենց ասում ենք ձևի համար։ Ժողովուրդ ջան, մի խոսքով, այդպես բաներ, մեր այդ երրագլուխը թող հասկանա։ Մեր իշխանությունն էլ թող հասկանա, որ երրագլուխը դառավ արդեն քառագլուխ։ Ավելի հզոր ձևով պետք է պայքարի այդ քառագլխի դեմ։ Ձեզ բաներ։ Դե ես նայում եմ ոչ մեկ չի խոսում, սա վտանգավոր թեմա է, ասենք, պետության մակարդակով պետք էլ չի որ խոսան, նամյոկներով ասում են բան, բայց ոչ մեկը ասենք բան չի անում, էլի ռիսկ չի անում կոնկրետ պատասխան տա ու ճիշտ էլ անում են։ Դրան պատասխան չունի, որովհետև դա անհիմն խոսք է, ասեց, ուղղակի երրագլուխին պատերժ կարավ։ Մի բան։ Ուղղակի երրագլուխին պատերժ կարավ, ասա, որ ես ձեր մեջքին եմ, կանգնած եմ, ես սենց կսխմեմ, նենց կսխմեմ, սենց բաներով։ Ինչ որ սրանք են անում, այդ նույն բանն էլ նա անդից մի քիչ բան արավ, եւ վերջ, բայց ով է արդեն դրան հաշվի առնում։ Դե, լավ օրեմ բոլորիդ ցանկանում ժողովուրդ ջան, երևի մինչ երեկո։